Ձեռք բերեք իտալական նրբագեղ ու բարձրակարգ սալիկների նշված տեսականին, վճարելով բացառիկ 4400 դրամ 1 քառակուսի մետրի համար։ Բարի կեսօր, դուք դիտում եք առաջին լրատվականը, ես Ժիրայր Ոսկանյանն եմ, ուղիղ եթերում մեկնարկում ենք կարևոր զարգացումների քննարկումը։ Եվ այսպես, իշխանություն եկեղեցի հակամարտությունը ոչ միայն չի մարում, այլև գնալով ավելի մեծ թափ է հավաքում։ Այսօր առավոտյան վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական ֆեյսբուքյան գրառումն է արել, որտեղ նշել է, որ համակարգող խումբ է ստեղծում, որի նպատակը Վեհարանը ազատել է եւ կաթողիկոսական նոր ընտրություններ կազմակերպելն է։ Մեջբերում եմ, այս փուլում պիտի ստեղծենք համակարգող խումբ վերը նշված օրակարգի կազմակերպչական հարցերը կարգավորելու համար։ Համակարգող խմբի անդամ կարող են դառնալ հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցու այն հետևորդները, ովքեր իրենց ամբողջ հոգով հավատում են մեր կենդանի Տիրոջը, Հիսուս Քրիստոսին, գոնե մեկ անգամ սկզբից մինչև վերջ կարդացել են Աստվածաշունչը, վերջին 5 տարում գոնե մեկ անգամ պահել են մեծ պահքը, ամեն օր աղոթում են, հավատում են, որ Մայրաթորի նորոգման օրակարգը բխում է հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու, մեր ժողովրդի, մեր պետության շահերից եւ համապատասխան է մեր նախնիների Սուրբ ավանդին։ Համակարգող խմբի անդամ կարող են լինել թե տղամարդիկ, թե կանայք, թե աշխարհիկ մարդիկ, թե հոգևորականներ։ Կուսակրոն հոգևորականների դեպքում պարտադիր է, որ նրանք խախտած չլինեն կուսակրոնության ուխտը։ Համակարգող խմբի առաջին 10 անդամների ընտրության պատասխանատվությունը կվերցնեմ ինձ վրա, վերը նշված չափանիշների շուրջ ունեցած զրույցների գնահատմամբ։ Հետագայում խումբը ինքը կորոշի ընդլայնման ընթացակարգերը, իր կառուցվածքը եւ այլ հնարավոր հարցեր, գրել է վարչապետ Փաշինյանը։ Եվ այժմ կզրուցեմ Գյումրիի ժուրնալիստների ասպարեզ ակումբի ծրագրերի ղեկավար Լևոն Բարսեղյանի հետ։ Ողջույն պարոն Բարսեղյան, շնորհակալություն միանալու համար։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Պարոն Բարսեղյան, մենք այս թեմայով զրուցել ենք, նաև ձեր հանրային դիրքորոշումը մոտեցումները պարզ են։ Այս ամեն ինչում կա ինչ-որ բան, որը մեզ դեռ մինչև վերջ չի ասվել։ Պարոն Բարսեղյանը կարծեք թե այս բան տեխնիկական խնդիր ունի, ես մի քանի տեղեկություն հայտնեմ թեմայի վերաբերյալ եւ որից հետո կշարունակենք մեր եթերը։ Հայակվե նախաձեռնությունն է հայտարարություն տարածել, մասնավորապես նշել հետեւյալը. վարչախմբի ղեկավարը կոպտագույն կերպով խաթարում է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը։ Միջազգային այս խառնակ իրավիճակում, երբ Ադրբեջանն էլ նոր թափով զինվում է, ապակայունացնել Հայաստանի ներքին դրությունը ոչ այլ ինչ է, քան թշնամական շահերի սպասարկում։ Ավելին արկա են լուրջ մտահոգություններ, որ կա ծրագիր Հայաստանում ներքին անկայունությունը հասցնելու մի հանգրվանի, որին կարող է հետևել արտաքին ինտերվենցիան, ասում են Հայակվեից։ Եվ իմ հյուրը արդեն կարողացել է մեզ միանալ, պարոն Բարսեղյան, լսում եք ինձ։ Այո, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ինչ-որ խնդրեմ։ Պարոն Բարսեղյան, ես ասացի, որ ձեր հանրային դիրքորոշումը հարցի վերաբերյալ մեզ պարզ է, բայց այս ամենում ըստ ձեզ կա ինչ-որ մի բան, որը մեզ դեռ մինչև վերջ չի ասվում։ Ես ճիշտ ասած հարցը բաց թողեցի, 1000 անգամ ներողություն եմ խնդրում, կրկնեք էլի հարցը։ Ասում եմ մենք ձեր դիրքորոշումից թեմայի շուրջ տեղյակ ենք, եկեղեցի, քաղաքական իշխանություն, եկեղեցի։ Ահա, եւ հարցը հիմա հետեւյալն է. այս ամենում ըստ ձեզ կա ինչ-որ բան, որը մեզ դեռ մինչև վերջ չի ասվում։ Սովորաբար քաղաքականության մեջ ամեն ինչ չէ, որ մինչև վերջ է ասվում, սա որպես կանոն իմանանք։ Ինձ համար շատ տարօրինակ է այս բուրըն պորտկումը վարչապետի կողմից ընդդեմ հայ առաքելական եկեղեցու, որը աչքից լույսը չէ, իր կառավարիչների մասին է խոսքը, եկեղեցու մասին չէ խոսքը, ոչ էլ վարչապետն է աչքից լույսը իր ծախողակ կառավարման համակարգով։ Ես կարծում եմ, որ ինչ-որ մի պատճառ կամ առիթ կա սրա հետ կապված, այն որ եկեղեցու որոշ հոգևորականներ բազմիցս հանդես են եկել ժողովրդավարական համակարգի դեմ, հանդես են եկել ազատ եւ արդար ընտրությունների դեմ, կոչեր են արել բռնապետական մեխանիզմներով իշխանությունը փոխել, ակնհայտ է եւ նորություն չէ։ Այն, որ 18 թվականին նոր Հայաստան, նոր հայրապետ շարժումը
իմ խոր համոզմամբ ոչ մի կապ չունի այս իշխանությունների հետ եւ վարչապետը կամ իր մերձավորները չէին նախաձեռնել դա ես այդպիսի համոզմունք ունեմ, էլի։ Այսինքն այն ժամանակ որևէ նման ցանկություն չի եղել։ Չգիտեմ հետո ինչ կբացահայտվի, բայց սա իմ խորքային համոզմունքն է, որ նման բան չի եղել։ Եվ բազմաթիվ առիթներ եկեղեցու որոշ հոգևորականներ տվել են, որ իշխանությունները կոնե արձագանքեն, չմիջամտեն եկեղեցու ներքին գործերին, գուցե արձագանքեն, արձագանքը եղել է շատ զուսպ, համբերատար, այսպիսի կազմակերպված պորտքում չեմ նկատել ես, էլի, եւ հիմա ինչ որ մի բան այնուամենայնիվ ափերից հանել է վարչապետին, դա ոչ մի կերպ չի արդարացնում իրեն, իհարկե իմ համոզմունքը այն է, որ եկեղեցին անջատ պիտի լինի պետությունից, իշխանությունն էլ պիտի անջատ լինի եկեղեցուց, բայց ամեն մեկը դերակատարություն ունի մյուսի նկատմամբ։ Պետական իշխանությունը ինչ դերակատարություն ունի դերակատարություն վերահսկել, որպեսզի կրոնական կազմակերպությունները, այդ թվում հայ առաքելական Սուրբ եկեղեցին գործի օրենքի դաշտում, օրենքի ոչ թե կրոնական դոգմաների կամ առաքելական եկեղեցու ներքին կանոնակարգերի, ներքին կանոնակարգերը եւ իրենց դոգմաները նիստուկած է եւ այլն, իրենց ներքին գործն է, սա իմ համոզմունքն է։ Իսկ եթե այնտեղ բաներ են տեղի ունենում, որոնք հակասության մեջ են մտնում գործող օրենսդրության հետ, վարչական իրավախախտում է, զանցանք է, առավելևս քրեական հանցագործություն է, ուրիշ բաներ, պետական իշխանությունը իր իրավապահ համակարգով պարտավոր է, ոչ թե պիտի, ոչ թե կուզեի, որ միջամտեր, պարտավոր պիտի լինի միջամտել եւ ոչ միայն այդ կազմակերպության ներսում տեղի ունեցած հնարավոր այդպիսի նկարագրածս ուրեմն գործընթացներին։ Կա օրենք եկեղեցու եւ պետության հարաբերությունների մասին համառոտ ինչ որ մի բան է։ Լիքը բան չի կարգավորված այդ օրենքով։ Կարգավորվելիքների մասին առիթ ունեցել եմ եւ ցես այդ զրույցի ժամանակ հայտնելու եւ առանձին հաղորդումներից մեջ եւ տեքստերով, թե ինչ պիտի աներ վաղուց, շատ վաղուց պետական իշխանությունը կրոնական կազմակերպություններին պատշաճ թափանցիկության, հաշվետվողականության, հանրության մասին է խոսքը, հա, դաշտ բերելու համար ինչը չի արել, հիմա էլ չի անում, բարբերաբար սրացումների ժամանակ խոստանում է անել ու չի անում, մեկ էլ մենք տեսնում ենք այսպիսի անձնական գրող, անձնական պորտքում վարչապետի կողմից ինչ է թե իր ասելով ինքը հայ առաքելական եկեղեցու հետևորդ է։ Հիմա ես հայ առաքելական եկեղեցու հետևորդ չեմ, եկեղեցի չեմ կնում, մոմ չեմ վառում, բացի զբոսաշրջիկներին այնտեղ տանել բերելուց, հա ու ահագին մարդ, չգիտեմ, 100,000-ավոր մարդիկ ըստ երևույթին ինձ նման հավատացյալ չէ, ասենք ես հավատում եմ մարդկային կարողությանը եւ ոչ թե վերմարտկային կամ գերմարտկային կամ այլ կարողություններին, բայց ինձ հետաքրքիր է, որ կրոնական կազմակերպությունները գործեն թափանցիկորեն։ Հիմա չի կարելի պաշտոնական դիրքը օգտագործել այն եկեղեցու հոգևորականների նկատմամբ, որին դու տավանում ես, սա իմ համոզմունքն է։ Ուրիշ բան, որ ասենք մարդ է, լրագրող է, հասարակական գործիչ է, վերջը քաղաքական գործիչ է, կարծիք է հայտնում եւ վերջ, բայց այն ինչ որ գրում է անցած 2-3 օրերին, կոչեր է անում համախմբվել, ոտքի ելնել, ուրեմն անցնել ինչ է անունը կաթողիկոսի փոխելու գործընթացին բանման, սա մեկնաբանում եմ եւ շատ շատերը մեկնաբանում են որպես միջամտություն կրոնական կազմակերպության ներքին գործերին։ Սա մեկ չպիտի լինի այդպիսի բան, սա բերելու է անլուրջ հետևանքների առնվազն եւ շատ ծանր հետևանքների առավելագույնը, չգիտեմ, նույնիսկ չեմ ուզում ասել, ինչ մարդկանց բախումների են Երուսաղեմի ուրեմն Աստծո տաճարում տեղի ունեցող բախումները թեթև բաներ կարող են թվալ համեմատած սրա հետ։ Հիշեք 18 թվականի որոշ առճակատումները այն ժամանակվա շարժման, որը քիչ առաջ հիշատակեցի, նոր Հայաստան, նոր Հայրապետ, այո, մոտավորապես դա էր անվանումը, հա, դրանք թեթև բաներ կարող են լինել համեմատած նրա հետ, ինչ հիմա վարչապետը կամա հրահրում է։ Վարչապետը ինձ թվում է գերագնահատում է հանրային դժգոհությունը հայ առաքելական եկեղեցու որոշ հոգևորականների պահվածքից կամ հոգևոր խորհրդի պահվածքից, գերագնահատում է մարդկանց զայրույթը, ես էլ եմ իմ դժգոհությունը հայտնել այդ կապակցությամբ, թե ինչ գործ ունեք, մտնում եք քաղաքականության մեջ, հիմա էլ եմ ասում, բոլոր կրոնական կազմակերպությունների մասին նույն բանը կարող եմ ասել, որևէ մեկը
քաղաքականությունը չպիտի խառնվի։ Կազմակերպությունների մասին է խոսքը, իսկ երբ հոգևոր խորհուրդ կաթողիկոս է խոսում այդ մասին, թեմակալ առաջնորդ է խոսում, հավատացեք, շատ դժվար է ասել, որ դա իրենց անձնական գործն է, իրենց անձնական նախասիրությունն է։ Ոչ, այդպես չէ։ Այստեղ խառնվում է քաղաքականությունը, այս մեր եկեղեցին։ Դա պիտի տեղի չունենա։ Սա մի քանի անգամ հրապարակավ ասվել, հորդորվել է եկեղեցուն, բայց ոնց որ թե չեն հասկացել այդ հոգևորականները եւ հանրությունը իր գնահատականը ունի։ Ինձ թվում է, որ ոչ վարչապետը, ոչ մեկ ուրիշը անհանգստանալու կարիք չունի, թե արդյոք հանրությունը հասկացել է, թե հայ առաքելական եկեղեցին ինչեր է փորձում անել քաղաքականության մեջ, վարչապետի հրաժարականից սկսած ժողովրդավարության ու մարդու հիմնարար իրավունքների դեմ իրենց անհեթեթ կոչերով եւ ուրեմն որոշ դեպքերում բարբաջանքներով, զառանցանքներ, սպաներ չկան, գեներալներ չկան, ելեք դրա հարցը լուծեք բաման, հա, այս անհեթեթությունների վերջը պիտի տալ, բայց սա ներողություն, ինքնակարգավորման խնդիր է, հիմա եկեղեցու ներսում կհասկանան, կինքնակարգավորեն չեն հասկանա, կշարունակեն ստանալ հանրային դժգոհություն։ Վարչապետը քաղաքացիական պայմանագրի որոշ ներկայացուցիչներ, որոնք սատարում են վարչապետի այս բռնաստիրքին, պիտի զսպեն իրենց, պիտի զսպեն, ես վստահեցնում եմ, բոլորը ամեն ինչ հասկացել են, կաթողիկոսը դուստր ունի, չունի, հնորություն չենք իմանում մենք այդ բաները, ինչ է անունը, տեղեկությունները լսելով։ Քանի տարի խոսվում է այդ մասին, բոլորը ամեն ինչ գիտեն, պարոն վարչապետին պետք է ասել, հարգելիս, հասկացանք արդեն, լրիվ տեղն է, էլի, զբաղվեք այն գործերով, ինչ խոստացել եք իշխանության գալու ժամանակ։ Ինչ կարելի է ասել այն պաշտոնյայի մասին, ով խոստացել է դատավորների վեթինգ անել, վեթինգը չի արել, հիմա զբաղվում է կրոնական կազմակերպություններից մեկի, թեկուզ ամենամեծի առաջնորդի փոփոխության հարցերով։ Հրապարակային խոսքը դասացիր պարզ է, թիմակիցները աջակցեցին, սատարեցին, այդ էլ հասկացանք։ Հիմա ինչ եք ուզում անել։ Կամ կա որևէ մեխանիզմ, հիմա որ կոչեր է անում, գնանք փոխենք այս անենք ոդկի կանգնել այս կոմենկոմ։ Իրական մեխանիզմ ես չեմ պատկերացնում, հա, եկեղեցական, ազգային եկեղեցական ժողովն է, որ փոխում է կաթողիկոս, նշանակում է նոր ընտրում է ներողություն, փակ գաղտնի քվեարկությամբ ընտրում եւ նշանակում է կաթողիկոս։ Ես շատ եմ կասկածում, թե վարչապետը տիրապետում է մի այնպիսի տրամադրությունների մասին ստույգ տեղեկությունների ծավալի, որ վստահաբար գիտե, որ եկուց ուրեմն առաքելականները բոլորը ելնելու են համախմբվեն, այն տեսակ ճնշման տակ տնեն էջմիածնին, որ այդ մարդը ճարը կտրած կամ ելնի ինքնասպան եղնի հերու Իրանից, հերու տնից տեղից, կամ էլ ելնի ասի, չէ, դե ախպեր սխալվել եմ, ստեսություն գնացի։ Պարոն վարչապետը գերակնահատում է իր հանրային ազդեցությունը, այդտեղ մտնելու իր անհրաժեշտության կարիքը ավելի ճիշտ, հա, եւ շատ զարմանալի, շատ տարօրին անհասկանալի է, թե ինչով է ինքը այս իր նախաձեռնած կոնֆլիկտից դուրս գալու, շատ դժվար է պատկերացնել, լուրջ եմ ասում, հա, ժամանակն է, որ կոնե լավ, դադար առնի, խորհրդակցի մարդկանց հետ հասկանահարածը ինչ է, հարգելի սախրպած կառավարության ծրագիրը 21-26 թվականների ծրագիրը, տես մեջը լիքը բան կա անելու, որ չեք արել, վատ եք արել, կամ որոշել եք, որ չպիտի անեք, խոստացել եք եւ չեք արել, բաներ կան, որ օբյեկտիվ պատճառներով չեք կարող անել, Շուշի հադրութի հետ բերել, հասկացանք, բայց լիքը բաներ կան, որոնք ներսում են եւ պիտի արվեին եւ չեն արվել։ Թողել եք այդ ամբողջը, ընկերեք կրոնական կազմակերպություններից մեկի վարկու բարքը տատելու, վերլուծելու։ Կներեք, եթե երկար ստացվեց, մոտավորապես այս է իմ դիրքորոշումը, ինչքան շուտ դադարեցնեն փոխադարձ կսմիտները, փոխադարձ անընդունելի բովանդակությամբ, հարցակումները միմյանց նկատմամբ, հանրությունը շատ լավ գիտե, ինչքան շուտ հասկանան, որ հանրությունը ամեն ինչ շատ լավ հասկանում է, այնքան լավ կլինի Հայաստանի Հանրապետության համար։ Կրոնական կազմակերպությունը թող գնա իր ներսում այս բացահայտված կամ բարձրաձայնած խնդիրները կարգավորի, իսկ պետությունը պարտավոր է կրոնական կազմակերպություններին բերել հաշվետվողականության, թափանցիկության եւ հնարավոր հարկային դաշտ, որը վերաբերելի է շահույթ չհետապնդող կազմակերպություններին։ Օրինակ, եթե հասարակական կազմակերպությունը
ծառատունկով զբաղվող, շների իրավունքներով, տոչի շների պաշտպանությամբ, ստերջացմամբ, օրինակ, եթե ունի անշարժ գույք եւ հարգուտուրք է վճարում դրա համար, շարժական գույք ունի, ավտոմեքենա վճարում է, ուրեմն պետք է հայ առաքելական եկեղեցին է, կաթոլիկ եկեղեցին է, ավետարանականներն են, մյուսը, բոլորը պիտի այդ հարկային դաշտում լինեն։ Սա վրեժխնդրություն չէ, ժողովուրդ ջան, իմ ընկալումներով սա նոր չեմ ասում, էլի։ Մի 15-20 տարի է ես ասում եմ այս մասին, այն իշխանությունները չեն արել, այս իշխանությունները չեն արել, չեն անում, նստած բան է անում, թե վայ, աղջիկ ունի, հա, դե թող եկեղեցին ու հավատացյալները տատեն էլի այդ մասին։ Ինքդ կարծիքդ ասել ես որպես հավատացյալ, հասկացանք։ Վստահեցնում եմ, այն մանգամսուրի երեխեքից սկսած վերջացրած մահվան մահճում գտնվող մարդկանցով արդեն հասկացել եմ, պարոն վարչապետ, ինչ եք ասում, ճոգեցինք, էլի, վերջ տվեք, էլի, հասկացանք։ Էսի ասածս։ Պարոն Բարսեղյան, դուք ասում եք ինչ միջոցով, ինչ ձևով եւ այլն, վարչապետը առաջարկել է միջոցը ձևը, այսինքն հիմա վարչապետը ավելի հեռուն է գնում, առարկայացնում, գործիքայնացնում է, թե ինչպես պետք է լուծել իրավիճակը։ Համակարգող խումբ է ձևավորում, հավաքում է մարդկանց, հոգևոր աշխարհիկ ներկայացուցիչներ, կանայք, տղամարդիկ եւ այլն, ունի որոշակի իհարկե պայմաններ եւ նշում է, որ առաջին 10 հոգուն իր վրա պատասխանատվություն կվերցնի, կձևավորի, մնացածը կարող են վարչապետի էլեկտրոնային փոստին նամակը գրել եւ այլն, հա։ Մի խոսքով, նաեւ նշում է, որ այս ընթացքում իրենց վրա կհարցակվեն, այս կանեն, այն կանեն, բայց արեշտ են այդ համակարգող խմբում մարդիկ, ովքեր գիտակցում են, որ այդ վերափոխումը պիտի տեղի ունենա, հա։ Հեսա, այս էլ միջոցը համակարգող Եթե ես մի քիչ կատակի տրամադրություն ունենայի, կասեի ինչու ոչ 12 հոգի, այլ 10 հոգի, շատ հետաքրքիր է, հա, թողնենք սա։ Չէ, առաջին 10-ն է ինքը պատասխանատվություն վերցնում ընտրելու, հետո այն դեպքում էլ առաջին 12-ն էին, էլի, հա։ Ուրեմն, բանը Ես ինձ կարող եմ նման կատակներ թույլ տալ, էլի, որովհետև ես հավատացյալ չեմ, ինչպես ասացի, ազատ եմ բարեբախտաբար այդ իմաստով։ Հիմա ես ամեն օր րոպե կարդում եմ, էլի, ոչ միայն իր, այլև մնացած բոլոր հնարավոր գրառումները։ Երկու սցենար բերեք նայենք։ Մեկն այն է, որ իրեն հաջողվում է ծնակնդի էֆեկտով 10-ը դարձնել 100, 100-ը 1000, 1000-ը 10000 եւ այլն, այնպիսի մի հակակաթողիկոսական համախմբում է ձևավորում, որ կաթողիկոսը հրաժարվում է գահից, նոր ազգային եկեղեցական ժողով է լինում եւ այլն։ Ակնհայտ է, չէ՞, որ սա պետական իշխանության միջամտություն է կրոնական կազմակերպությանը։ Գուցե արդյունքը բարենորոգումն է լինելու, գուցե սրանք տեսական զրույցներ են, էլի, հա, բայց ստեղ ուրիշ հարց կա, էլի, հարգելիս, ախր լիքը պետական գործեր կան, շատ ծանր մարտահրավերների առաջ կանգնած պետություն ենք մենք, այն մի հոգավոր ընդեղ 40 հատ ռազմական օդանավ է առնում, այն մեկը ընդեղ Մոսկվայից ուրիշ բաներ է ղժղժում, ճվճվում եւ այլն, ահռելի մարտահրավերների առաջ ենք կանգնած, ու ես վստահ եմ, որ դրանք առաջնահերթ են, քան թե այս խնդիրը, եթե սա պետության խնդիրն է, սա պետական իշխանության խնդիրը չէ։ Այս գիտեք նույն հաջողությամբ կարող է մի օր էլ զբաղվի բան, նույն մետաղագործների, մետաղ մշակելու վարպետության կատարելագործմամբ, то չգիտեմ, զբաղվում էր բանով, չէ, հիշում եք 18-19 թվերին աղբ թափողներին հրապարակային խրատներ տալով, չէ, ավտոն կանգնեցնում էր, իջնում էին, սկսում էին զիբիլը հավաքել կողքու բոլորի։ Գնում էր միտեղ թանգարանի բացում էր, հուշակոթողի բացում էր էսերներ, գնում էր այնտեղ, իջնում էր ավտոյից, տեսնում էր պապիրոսի կոթուկ է ընկած, ծխախոդի պոչ է ընկած, սկսում էր հավաքել ցույց տալով, որ խոզություն է զիբիլ, իհարկե խոզություն է աղբը փողոցում թափելը։ Արդյունքները ինչպիսին են, հետաքրքիր է, էլի, ամեն օր ես նույն գործով եմ, բայց ես պետական պաշտոնյա չեմ, ժողովուրդ ջան, իմ հաջեցրած թուփ ու ծառի վրա խիղճը ստանջում է, ելնում հավաքում եմ, խրատ եմ տալիս, կրում եմ չաղտոտել, հասկացանք, բայց ես պետական պաշտոնյա չեմ, որը ահռելի ծավալի խոստումներ է տվել անելիքների ու ահռելի մարտահրավերների առաջ է կանգնած որպես պետական իշխանության ղեկավար։ Կարելի է կարևորը թողնել, ընկնել, սկսել թիթեռ նկարել, կներեք, ես սա թիթեռ նկարելու հետ եմ համեմատում։ Ասել եք ասածներդ, հասկացել ենք, եւ եթե նույնիսկ հաջողվի ինչ-որ բան անել, ինչին ես շատ եմ կասկածում, էլի, դրանից հետո հարց եմ տալու, էլի, լիքը մարդ հարցնելու է, էլի։ Պետք է ասվի օրինակ այդ 40 օդանավերի դեմ թարմ օրինակ է դեմ ասում, էլի, հա,
բոլորովին զբաղվելու գործու ժամանակ չուներ, ոչ ոք չի կարող ասել էլի, դե 10 րոպե օգտագործել մարդը իր աշխատաժամանակից ծախսել ստեղ բան է գրել, էլի, հավախմբվելու, այստեղ բաների նայեք, էլի, ամբողջ հոգով հավատում են մեր կենթանի Տիրոջը Հիսուս Քրիստոսին, 10 հոգու հատկանիշների մասին է խոսքը։ Հաջորդը, գոնե մեկ անգամ սկզբից մինչև վերջ կարդացել են Աստվածաշունչը, վերջին 5 տարում գոնե մեկ անգամ պահել են մեծ պահքը, մեծատառերը տեղը, Տիրոջը մեծատառ պահն, էլի, եւ ամեն օր աղոթում են Պարոն հարգելի վարչապետ եւ գործընկերներ, իր կողքու բոլորի գործընկերներ, այս լուրջ եք գրել։ Այս ոնց եք քննելու։ Ինչպես եք ստուգելու, այս 10 հոգին համապատասխանում են այս չափանիշներին, որ մեկն է պարոն Բարսեղյան, անհատական զրույցների միջոցով։ Ահա դե հասկանում ենք, որ բան է, էլի, ծերառոցի է, էլի, անհատական զրույցը որն է, որ մեկը ասի հորս արև, ես ամբողջ հոգով հավատում եմ մեր կենտանի Տիրոջը։ Ահա խաչ, հա։ Գոնե մեկ անգամ սկզբից մինչև վերջ կարդացել ենք Աստվածաշունչը։ Վերջին 5 տարում հետո լավ, հա, հորս արևով կամ ինչ է, Աստծո անունով երթվելը բավարար է համարվելու։ Կաթողիկոսը չէր երթվել, ներողություն։ Լիքը մարդ էր Աջապահյանը չէր երթվել, որ բանը արդար քրիստոնյա է լինելու։ Ելել ասում է, ելեք բան արեք, շարքից հանեք այդ մարդուն։ Կոնկրետ բանի մահվան եւ իշխանազրկման կոչեր է անում։ Սա հակասահմանադրական գործողությունների կոչեր է անում, բայց երթվել են, չէ՞, թեմակալ առաջնորդները։ Ծառայել Աստծուն եւ իրենց հոգի։ Այս հարցերը, նայեք, այս հարցերը ասենք, գիտեք, չեմ էլ ուզում ամոթել են նույնիսկ, էլի, ասեմ թե դա պաշտոնաթող վարչապետի գործ է, ասենք Ամերիկայում նախագահները հենց Մեր հյուրի հետ կարծես կապ ընդհատվեց, ես կսպասեմ, եթե հնարավոր է տեխնիկական խնդիր է լուծվի, որպեսզի մեր զրույցը շարունակենք, ես հիշեցնեմ, որ մենք խոսում ենք եկեղեցի քաղաքական իշխանություն, այսպես ասած, հակամարտության մասին, որը գնալով ավելի խորանում է, եւ ես նշեցի, որ վարչապետը առաջարկել է համակարգող խումբ ստեղծել, որը բաղկացած է լինելու թե հոգևոր թե աշխարհիկ դասի ներկայացուցիչներից, ցանկացածից, ով հետաքրքրված է, որպեսզի վարչապետի բառերով վեհարանա ազատվի եւ կաթողիկոսական նոր ընտրություններ տեղի ունենան, այնտեղ առաջարկել է մի շարք պայմաններ, դա անվերապահ հավատն է Հիսուս Քրիստոսին, աղոթքն է, մեծ պահքն է եւ այլն, որը վարչապետը փորձելու է պարզել անհատական զրույցների միջոցով եւ հայտարարել է, որ պատասխանատվություն է վերցնում համակարգող խմբի առաջին 10 անդամին ընտրելու եւ մնացած արդեն նամակագրելով իր էլեկտրոնային հասցեին կարող են դառնալ համակարգող խմբի անդամ։ Իդեպ նշեմ նաեւ, որ արձագանքել է իրավիճակին կանադահայոց թեմը, մասնավորապես ասվում է կանադահայոց թեմը իր ողջ հոգևոր դասը եւ հավատացյալ ժողովուրդը անվերապահ զորակցում են ամենայն հայոց կաթողիկոս նորին Սուրբ Օդություն Տեր Գարեգին Բ. Վեհափար Հայրապետին, այս մասին հաղորդագրությունը տեղադրել են իրենց Facebook-յան էջում։ Սա իրավիճակը իհարկե փորձում են տարբեր ասպեկտներից, տարբեր խմբեր, քաղաքական, կրոնական, պարզապես հանրային խմբեր, տարբեր ասպեկտներից են փորձում իրավիճակին մոտենալ եւ ներկայացնել, իշխանության ներկայացուցիչները պնդում են հարցադրմանը, թե ինչու հիմա, ասում են, որ դրա համար հատուկ պահ չկա եւ երբ էլ սկսվել այս գործընթացը, այդ հարցադրումը լինելու էր։ Պարոն Բարսեղյան, դուք ինձ լսում եք։ Այո, կապը էլի ընդհատվեց, հա։ Պարոն Բարսեղյան, մի հարց, վարչապետի առաջ քաշած պայմանները այդ համակարգող խմբում լինելու, հա։ Կարծում եք, օրինակ, կարող է այդ խմբի կարկառուն թեկնածու եւ անդամ լինել Գյումրի այն քաղաքի, որտեղ դուք բնակվում եք, քաղաքապետը։ Շատ եմ կասկածում, որովհետև քաղաքապետի մղումները բան չեն, առնվազն կոնե պրո վարչապետական չեն։ Բայց շատ հոգևոր են եւ շատ եկեղեցական են։ Դե ինքը հոգևոր ընդհանրություններ ցուցադրեց պարոն Աջապահյանի հետ, կոնե այդքանը բոլորդ հիշում եք, չէ՞, հրապարակավ։ Եվ պարոն Աջապահյանը կոչ է արել այս վարչապետին պաշտոնանկել հրապարակավ։
Հիմա ինչպես կարող է, ասենք, թե մեկը, ով Աջապահյանի հետ արդեն ջերմացող, ահագին սերտացող հարաբերությունների մեջ է, ելնել գնալ վարչապետի կողքը կանգնել։ Ես ակնհայտորեն այս 4 չափանիշներից ոչ մեկին չեմ համապատասխանում, եթե համապատասխանեի էլ ոչ մի դեպքում նման բանի չէի միանա, եւ ի վերջո ես որպես Հայաստանի հարկատու քաղաքացի իմ առաջարկները արել եմ։ Երևի միայն գրավոր չեմ գրել ղրգել պարոն վարչապետին, որ հետո խիղճս մաքուր լինի, ասեմ, ես առաջարկել էի կրոնական կազմակերպությունները բերել հանրային հաշվետվողականության եւ հարկային դաշտ, ահա գրավոր, այսօր կղրգեմ, լավ, խոստանում եմ, այսօր կուղարկեմ այն ամենը, ինչ խոսել եմ մի քանի անգամ, գրել եմ, հրապարակել եմ Facebook-ումս, հա, նորից կհրապարակեմ այն նամակը, որը պիտի ուղարկեմ վարչապետին եւ իշխանություններին ընդհանրապես, էլի, զբաղվեք կրոնական կազմակերպությունների օրինականության դաշտ բերելով որպես իշխանություններ, ներքին գործերին մի միջամտեք, դա անպտուղ, անհեթեթ, երբեմն նույնիսկ վնասակար հետևանքների հանգեցնող բան է։ Զորով տեղը վարչապետը ասես ուզում է սարքել կրոնապետություն։ Երբ պետական իշխանության թիվ 1 պաշտոնյան սկսում է միջամտել ներքին եկեղեցու ներքին գործերին ու եկեղեցու առաջնորդի ընտրության գործում կամ վերընտրության կամ փոփոխության գործում ունենալ վճռական միջամտություն որպես վարչապետ, բոլորովին այլ կլիներ հարցը, եթե ինքը չունենար պաշտոն։ Այս դեպքում ակնհայտ է, որ այս երկու համակարգերը զորով տեղ բերում միավորում է իրար։ Իրենք ասում են վարչապետը, ոչ թե որպես վարչապետ, այլ հավատավոր հետևորդ է հանդես գալի եկեղեցու։ Մի մեջբերում էլ անեմ հայտարարությունից, Հայաքվեն է ասում, վարչախմբի ղեկավարը կոպտագույն կերպով խաթարում է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը, միջազգային այս խառնակ իրավիճակում, երբ Ադրբեջանն էլ նոր թափով է զինվում, ապակայունացնել Հայաստանի ներքին դրությունը ոչ այլ ինչ է, քան թշնամական շահերի սպասարկում։ Ավելին, առկա են լուրջ մտահոգություններ, որ կա ծրագիր Հայաստանում ներքին անկայունությունը հասցնելու մի հանգրվանի, որին կարող է հետևել արտաքին ինտերվենցիան։ Այդ հայտարարության այդ մասը այնքան անլուրջ եմ համարում, որքան վարչապետի նախաձեռնած արշավը, չեմ ուզում այդ հայտարարության հետ կապված շատ խորանալ, թավադրապաշտություն գտնել, ես այդտեղ ավելի շատ վատ կառավարման խնդիրները վատ ընկալելու մեջ եմ տեսնում վարչապետի այս նախաձեռնությունը։ Եթե որևէ մեկը թվարկի Հայաստանի պետության մասին է խոսքը, առաջ ծառացած մարտահրավերները ներքին, արտաքին, ուղղակի թվարկի ու նստի կարդա, դա կտևի մոտավորապես 10 տարի, 5 տարի թող տևի։ Վարչապետը, պատգամավորները, նախարարները, ուրիշով կա ԿՊ-ի կողքու բոլորը, ժամանակ չպիտի ունենան այս տեսակ հարցերով զբաղվել, թողնելով այն ահռելի ծավալի խնդիրների քննությունը լուծումները, խնդիր, ոչ միայն Հայաստանի Հանրապետության ֆիզիկական անվտանգության, այլ նաև բարոյական։ Առաջիկա ուրեմն 10 տարիների առաջնահերթությունների մեջ չես հա, սա իմ անձնական գնահատականն է, տեսեք ամբողջ խնդիրն է, որ վարչապետը սա գնահատում է այնքան կարևոր առաջնահերթություն, որ բերում օրական, ասենք 4-5 գրառումից 2-3-ը իր կարծիքն է, գրառում ասածը ցույց է տալիս, թե իր համար առաջնահերթությունը որն է, չէ, այս իմաստով եմ ասում, իր հայտնած կարծիք գրառում ձևակերպումները, բերում է գցում է top 2-3-ի մեջ, հասկանում եք, սա բացարձակ իրականության սխալ ընկալման հետևանք է։ Ոչ մի դավադրապաշտություն չեմ գտնում։ Փաշազադեն ասել է Ալաշուքյուր, հա, Ադրբեջանի հոգևոր առաջնորդը, ինքն է բզբզել, ինքն է բզբզում, որպեսզի վարչապետը ուրեմն հարձակվի կաթողիկոսի վրա, բացարձակ անհետեթություն է։ Ես լուրջ չեմ ընդունում սրանք եւ համարում եմ մանիպուլյացիայի բուն, ովքեր որ օգտագործում են, իրենց կարծիքն է, իրենց համոզմունքն է, թող իրենց մնա։ Իմ համոզմունքը այն է, որ վարչապետը ինչպես միշտ սխալ է գնահատում առաջնահերթությունները, կարևորը թողած երկրորդական 15-րդական բաներով է զբաղվում, դրա համար հարկավոր է, որ կողքից կարողանան իր թիմից կարողանան իրեն բացատրել, որ հարգելիս ոչ մի բան մի արա, հələ բաց մի հատ նայի թե 21-26 թվականի ձեր ծրագիրն ինչ է, 21 թվի ընդրվելուց առաջվա նախընտրական ծրագիր, այսօր քանդելու եմ տնեմ
համացանցում մարդիկ մի հատ նորից կարդան։ ՔՊ-ի ժողովուրդը մի հատ բացի կարդա թե 21 թվականի նախընտրական արշավի ժամանակ ինչեր էիք նախաձեռնել, եթե իշխանություն ստանայիք։ Նախաձեռնել եք, ստացել եք, այդ խոստացածների կեսը չեք անում, ու սկսել եք զբաղվել падին թիթեռ նկարելով, падին թիթեռ նկարելու անեկդոտն է։ Էս է ասածս։ Այս կարևոր բաները արեք, ախպեր մեկ-մեկ էլ հրապարակախոսական հոդվածներ գրեք, հա, ելեք ելույթ ունեցեք, բան չասի, ելեք ասեք, որ կարծում ենք, ինչպես ես եմ ասում, ասենք թե, հա, որ հայ առաքելական եկեղեցու այս հոգևորականները ոչերը խուզել մտել են քաղաքականության մեջ, պատկերավոր ասած, հա, ներողություն չեմ վիրավորում որևէ մեկին։ Ուզում եք քաղաքականություն, պարոն Աջապահյան, պարոն Քալստանյան, պարոն Ներսիսյան, ախպեր հանեք այդ շորերը վրայից, խաչերը հանեք, վեղարը, գլխադիրը, բանը հանեք, կուսակցություն ստեղծեք, գնացեք հայ առաքելական կուսակցություն, չգիտեմ, ես կօգնեմ, անուններ կգտնենք, էլի կանոնադրություն մշակելուց էլ լիք կօգնողներ կլինեն։ Մտեք քաղաքականություն, Մակարիոս չէր Կիպրոսի, քաղաքական առաջնորդ դարձավ։ Հա, ուզում եք խառն, բայց մի սինթեզեք, մի կցեք, մի հիբրիդացրեք, էլի այս պետությունը մի հենեք երկու սյուների վրա, ոչ, մեր հանրապետությունը աշխարհիկ պետություն է եւ հենված չէ առաքելական եկեղեցու եւ աշխարհիկ իշխանության վրա, ոչ, մեր պետությունը ժողովրդավարական պետություն է եւ հենված է ժողովրդից, ուրեմն ընտրված կամ ձևավորված իշխանության վրա, հասկանում եք, այս է իմ ընկալումը։ Եկեղեցին ասում է, չէ, մենք ենք այս ազգը պահողը, լավ, իրենց կարծիքն է, բայց հենց մտնում եք քաղաքականություն, այս տեսակ անընդունելի ռեակցիաների եք արժանանում։ Կարիք չկա այս տեսակ ռեակցիաների, հարկավոր է երկու բան ունեք ասելու, չեք կարող զսպել հարգելի իշխանավորներ, կապ չունի որ ժամանակների իշխանավորներն եք, հիշեք, Լևոն Տեր-Պետրոսյան կաթողիկոսին չընդունելը 8 թվականի մարտի 1-ի երեկոյան, հա, իր տղների մոտ։ Հա, մերժելու բան ունեք, ախպեր, ելեք հրապարակային ասեք, խոսելու բան չունենք հետները, մեկ, ելեք քննադատեք, ասեք խառնվում եք քաղաքականությանը, իրավունք չունեք, դա հակասահմանադրական է։ Եվ ամենագլխավորը, ինչը արդեն քանի անգամ ասել եմ, բերեք կրոնական կազմակերպությունները թափանցիկության, հաշվետվողականության եւ օրենքին հավատարիմ լինելու դաշտ արտոնություններ չպիտի ունենան կրոնական կազմակերպությունները, այնպես ինչպես չպիտի ունենան հասարակական կազմակերպությունները եւ այլն, արմիությունները չպիտի ունենան արտոնություններ մյուս արմիություններից եւ այլն։ Այս է իմ մոտեցումը եւ ոչ մի բան չի փոխվելու, սա իմ խորքային շատ հին ուսանողական տարիներից էս կողմ իմ ունեցած մոտեցումը այս է, եկեղեցի եք, հավատացյալներով հավաքվել եք, լավ եք արել, ախպեր, գնացեք, ինչ ուզում եք արեք, քրեական եւ վարչական օրենսդրությանը հակասող բաներ եք անելու, պիտի պատասխանատվության ենթարկվեք։ Եթե ոչ, ներսում որոշել եք, որ հերու տնից տեղից կներեք, էլի, ինչ որ մեկը մանկապիղծ է եւ ընտրել եք ձեզ հոգեվոր առաջնորդ, կներեք, ոչ մեկին չի վերաբերվում սա։ Ախպեր, ձեր ներքին գործն է, ձեր արժեքային համակարգի հարցն է։ Ես դա քննադատելու իրավունք ունեմ, քննադատում եմ։ Այդքան բան 13 տարի առաջ քանի չէին ասել որ ով առաքելական չէ, քրիստոնյա չէ, հայ չէ, ես մարդկային նորմալ հարաբերություններ ունեի շատ հոգևորականների հետ, Աջապահյանի հետ, դրանից հետո երբ այդ բաները ելավ ասեց, վերջերս էլ կրկնեց, ասաց եւ կրկնեց, դրանից հետո ասի ախպեր հերու խաղարեք ինձնից, դուք ձեզ համար շփվում եք Վարդան Ղուկասյանի հետ, լավ եք անում, դուք ձեր աղաքեֆը, կոչ եք անում ընտրված իշխանությանը բռնի ուժով տապալել։ Ես քննադատում եմ ձեզ, լավ եմ անում, բա ինչ գիտեք, կամ շփվեմ հետները ինչ անեմ, չեն ասի, այ տեսում եք դες նստում ելնուն։ Եվ այլն։ Շնորհակալ եմ, պարոն Բարսեղյան։ Ես էլ եմ շնորհակալ, լավ եղեք։ Դուք էլ։ Զրուցակիցս Գյումրիի ժուրնալիստների ասպարեզակումբի ծրագրերի ղեկավար Լևոն Բարսեղյանն էր։